Государство, если государство, значит, оно должно думать о нас, о гражданах, которые живут здесь. Я хочу обратиться ко всем, кто занимается этим стройкой. Почему они так не любят нашу Армению? До каких пор у нас будет вот так? Смотрите, с одной стороны собственность, не смогут они ничего сделать. С другой стороны собственность, заправка. С другой стороны заправка, с третьей стороны Металл Групп. Сейчас это стройка. Нас зажали в тиски. Мы не можем дышать. 5 лет мы дышим только пылью. Пылью, вы посмотрите, что творится в наших домах и квартирах. Мы устаем, только убираем, и тут же появляется опять эта пыль. Сколько можно жаловаться? Ни одна жалоба не была удовлетворена. Ни одна. Потому что мы простые люди. Потому что здесь наши армянские дети, а там бизнес и деньги. Դե գիտեք ինչ, այս ճանապարհը որ տված է, սա եւ մեր քայլելու ճանապարհն է, եւ երեխաների խաղատեղին է, եւ ծերունների զբոսավայրն է, սա է։ Մենք էլ ուրիշ տեղ չունենք, ծառերն էլ ենք մենք տնկել, մի հատ թուփ ծառ չբերեցին, չտնկեցին, որ մի հատ մենք երեկոները դուրս են գալիս, այս նստարանների նստում ենք։ Պատկերացնում եք ինչքան մեքենա պետքա մենք Երանի ենք տալիս թող վայելեն, մենք ոչինչ չունենք ասելու։ Շուտ վերջացնեն, դուք չեք պատահում, որ քամի ա լինում, այստեղ ինչա կատարվում։ Դու ամառը մարդիկ դու լուսամուտը բացում են, որ ոչնչեք, մենք արագ-արագ փակում ենք, որ չխեղդվենք, որ անապատում լինի։ Այսքան ավազա նստում տանը, բոլորի տները։ Ես չեմ իմ տունը մյուս կողմից է։ Այդքան հող ա նստում, բա պատկերացնում եք, այս կողմի բնակիչների տները։ Հիմա դեպլատ պատկերացրեք, երեկոյան 6-7-ը դուրս են գալիս 2 րոպե մաքուր օդ չնչելու, բան չունեմ,